Այո, ցեղասպանության 111-րդ տարելիցն է լրանում, ինչ խորհուրդ ունի, ինչ հայացքով եք նայում 111 տարի առաջ ունեցած դեպքերին։ Տեսեք, խորհուրդը շատ մեծ է, բայց այդ խորհրդի առանձին բաղկացուցիչներից պետք է առավել շեշտակի նշվի, առավել շեշտակի պետք է բարձրաձայնվի այն հանգամանքը, այն փաստը, այն մասը, որ ցեղասպանությունով մեր ազգը չդադարեց։ Ցեղասպանությունը վեր կա, բայց վերքի ամեն մի տված այդ մրմուրը, ցավը մոտիվացնում է առաջ գնալու, վեր հառնելու, հզորանալու, ստեղծելու ավելի մեծ, հզոր երկիր, պետություն։ Ցավոք այդ մեր ընթացքը, այդ վեկտորը, այդ ազգային նկարագիրը այդպիսին լինելու փոխվեց։ Ցավոք վերջի տարիներին փոխվեց, բայց պետք է վերադառնանք մեր այն ուղեծրին, որը տանում էր դեպի հարատևություն, դեպի զարգացում։ Իսկ ինչ եք կարծում, որ այսօրվա իշխանություններն ասում են պետք է դեռ տեսնենք, արդյոք եղել է նման բան, չի եղել։ Իշխանությունները ունիկալ չեն իրենց այդ խոսքի մեջ, իշխանություններից բացի շատերը ասում են այն ազգերի ներկայացուցիչները, ովքեր մեզ թշնամի են։ Հիմա եթե ցանկացած իշխանություն չի վարանում նույնանալու մեր թշնամիների հետ, այդ արդեն այդ իշխանությունների խնդիրն է եւ ոչ մեր։ Արժանապատվության հանգամանքը մարդու առավել եւս ազգի հավաքական արժանապատվության իրավունքը ոչ մեկ չի չեղարկել։ Այդ իրավունքը տրված է ցանկացած ազգի, ցանկացած մարդու ի ծնե։ Եվ այդ իրավունքից հրաժարվելու մտադրություն չունենք եւ չենք էլ հրաժարվելու։